Նորքի հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաներն են։ Տարեվերջյան հաշվետու համերգից առաջ վերջին փորձերն են անում։ 8-ից 13 տարեկան երեխաները կրկեսային ամենատարբեր համարներ են ներկայացնում։ Տարիների քրտնաջան մարզումներից հետո այս երեխաներն արդեն ընդգրկվել են համույթի կազմում։ Մենք յոգերն ենք ներկայացնելու։ Ապակիների վրա թռնելու ենք եւ քայլելու։ Մենք անելու ենք այսօր պարդ։ Երբ որ մենք իրար հետ ենք անում, իրար հետ անելով ավելի հեշտ անում, քան մենակով։ Դպրոցի ավելի քան 40 տարվա գործունեության ընթացքում հարյուրավոր պատանիներ են այստեղ մարզվել։ Հիմա կրկեսային արվեստին ծանոթանում է նոր սերունդը։ Սերնդափոխությունը լավ եւ անխուսափելի բան է, բայց իր հետ նոր դժվարություններ է բերում, ասում են մանկավարժները։ Կամք, համարձակություն եւ ամուր ֆիզիկական տվյալներ են պահանջվում կրկեսային արվեստում հմտանալու համար, իսկ նոր սերունդը թույլ ֆիզիկական տվյալներ ունի, ասում են մանկավարժները։ Չգիտես ինչի հետակապված բալիկները շատ թույլ են։ Երևի թե շատ տրամադրվում են հեռախոսին, քիչ զբաղվում են սպորտով կամ խաղերով, կարելի ասել բակում խաղեր քիչ են խաղում, ֆիզիկապես թույլ են հիմնականում երեխաները։ Շատ պարապմունքներ է պահանջում, որպեսզի կա հասնի այն մակարդակին, որ երեխաների ֆիզիկական տվյալները բարձրանան, որպեսզի կարողանան կրկեսային համարներ կատարելուց մենք ինքներս վստահ լինենք։ 100-ից ավելի երեխա է սովորում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ գործող Նորքի հայորդյաց տան կրկեսային դպրոցում։ Տարբեր կազմերով կրկեսային դպրոցը պարբերաբար մասնակցում է տեղական եւ միջազգային մրցույթ փառատոների, ամեն անգամ վերադառնալով նոր հաղթանակներով։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։